Օտտո Ագույարը մի մարդ է, ով իր անխախտ վճռականությամբ որոշեց հափշտակել Աստծո խոստումները։ Օտտոն բրազիլացի է, որ ծնվել է նախորդ սերունդներից ժառանգած անեծքներով։ Նա նաև ավելացրել է իր անմտության պատճառով առաջացած նոր անեծքներ։ Այնուամենայնիվ, նա անցել է անեծքների խավարից Աստծո օրհնության լույսի մեջ, որտեղ էլ հիմա ապրում է։ Օտտո Ագույարը պատմում է իր պատմությունը։ Ես ծնվել եմ 50 տարի առաջ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Հայրս հայտնի գեներալ էր, որը ծագումով եվրոպացու և հնդկացու խառնուրդ էր։ Մայրս կառավարիչների ու պաշտոնյաների ընտանիքից էր։ Ընտանիքիս երկու կողմն էլ սերնդեսերունդ զբաղվել է ոգեկանչությամբ։ Ես ծասի երեխաներից 7-րդն էի։ Տարիներ շարունակ ես մեղադրվել եմ համարյա թե մորս սպանելու մեջ։ Ես մեծանում էի մեղքի զգացումով և մերժված։ Ես նստում էի գլուխս առնելով ձեռքերիս մեջ, անընդհատ վերապրելով սարսափելի այն վիճակը, երբ թվում էր, թե իմ միջից վիրահատական ունելիով ինչ-որ բան են հանում։ Ու ես էլ չեմ դիմանում։ Ես տեղափոխվեցի երկրորդ դասարան։ Չափսերով ես գրեթե ուսուցչիս հավասար էի։ Նախնիներից եկած անեծքները սկսեցին ազդել ընտանիքիս ավագ անդամների վրա, երբ դեռ երեխա էի։ Մեծ քույրս կաթոլիկ խստակրոն դպրոցում սովորելու ընթացքում ընդունվեց ոգեկանչության կենտրոն և, ինչպես ասում են Բրազիլիայում, սկսեց սրբերի հոգիներ ստանալ։ Երկրորդ երեխան, ավագ եղբայրս, գերազանց առաջադիմությամբ աշակերտ, 10 տարեկանում գլխի վրա ընկավ և դարձավ էպիլեպտիկ։ Այդ ժամանակ Բրազիլիայում էպիլեպսիան ընկնավորությունը համարվում էր վարակիչ, և եղբայրս իրերով մեր տնից տեղափոխվեց ծառաների համար նախատեսված բնակարան։ Երբ նա նոպայի մեջ էր ընկնում, մայրս ամբողջությամբ կորցնում էր ինքնատիրապետումը և ճչում. Աստված չկա։ Վերջին 15 տարիների ընթացքում էլ նրան մեկուսացրին հոգեբուժարանում։ Երբ ես 16 տարեկան էի, ինձ մոտ ի հայտ եկան էպիլեպսիայի բոլոր ախտանիշները՝ բերանից փրփուր, ուշագնացություն, ցնցումներ, ամենը խառնված իրար։ Սակայն ուղեղիս հետազոտությունը ոչինչ չցուցադրեց։ Հայրս, որը հիանալի առաջնորդ էր, ծայրաստիճան անտարբեր էր իր 7 որդիների նկատմամբ և ոչ մի իրական իշխանություն չէր գործադրում։ Չեմ հիշում, որ նա մինչև իմ չափահաս դառնալը երբևէ զրուցած լիներ ինձ հետ։ Բայց ես հարգում էի նրան։ Նա հաճախում էր ոգեկանչության կենտրոն։ Ես երբեք դրական չեմ վերաբերվել ոգեկանչությանը, բայց պատեհ առիթի դեպքում ինքս էլ կգնայի։ Իրականում չեմ հասկանում, թե ինչպես պատահեց, բայց ընդունվեցի գեղարվեստի դպրոց, որտեղ ստացա գրաֆիկայի մագիստրոսի կոչում։ Բայց ես երբեք չձգտեցի կարիերա ստեղծել այդ բնագավառում։ Ես նախընտրեցի դառնալ մոդել և Բրազիլիայից ճանապարհորդեցի Փարիզ։ Սարսափելի ձևով ներքաշվեցի թմրանյութերի մեջ և սկսեցի թեթևաբարո կյանք վարել։ Երբեմն ժամանակս անցկացնում էի ծովափնյա առանձնատանը նստած։ Նայում էի երկնքին և մտածում այն մեկի մասին, ով երկնքում դրել էր աստղերը և ծագեցնում է արևը։ Ես փափագում էի իմանալ, թե ով է նա, բայց չգիտեի, թե որտեղ փնտրել։ Հետո ես հանդիպեցի Էլենին, որ մի հրեուհի էր Միացյալ Նահանգներից, որը նույնպես մոդել էր։ Երբ հանդիպեցի նրան, որոշեցի կյանքս փոխել, բայց չէի կարողանում։ Նա 5 օրով գործուղման մեկնեց, իսկ ես ընկերներիս հետ գնացի լողափ։ Թմրանյութեր օգտագործելուց հետո, երբ ես մտա ջուրը, մի հսկայական ալիք ծածկեց ինձ։ Ալիքն ալիքի հետևից գալիս էր վրաս։ Ես չէի կարողանում շնչել և մտածեցի. «Օ Աստված, հիմա որ հանդիպել եմ Էլենին, ուզում եմ կյանքս փոխել, պիտի մեռնեմ»։ 35 տարվա կյանքիս մեջ առաջին անգամ կանչեցի Աստծուն, բայց նա լսեց ինձ, և հանկարծ ես հայտնվեցի ավազի վրա, դողալով, ամբողջությամբ կապտած ու լիակատար խուճապի մեջ, բայց ահավոր զարմացած, որ դեռ ողջ եմ։ 11 ամիսների ընթացքում ես ոչ միայն կին ունեցա, այլև մի փոքրիկ։ Բայց չէի կարողանում հաղթահարել իմ ներքին պայքարը։ Հիմա էլ գլուխս ձեռքերիս մեջ առնելու փոխարեն, ինչպես անում էի փոքր ժամանակ, նստում էի, անթարթ նայում աստղերին ու հայտնվում տրանսի մեջ։ Ես դեռ մոդել էի, և ուրիշ ինչ էլ որ ձեռնարկում էի, ձախողվում էր։ Ուստի որոշեցի վերցնել կնոջս ու որդուս և գնալ Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա։ Իմ առաջին աշխատանքը եղավ Լաս Օլաս բուլվարում, տղամարդկանց հագուստի մի խանութում, կես դրույքով։ Քանի որ պատշաճ անգլերեն չգիտեի, ստիպված էի մնացած ժամանակս տրամադրել այնպիսի աշխատանքների, ինչպիսիք են ջրատար փորելը, ցեմենտի անցքերը լցնելը, զուգարան մաքրելը և ավտոմեքենա լվանալը։ Ես նաև լուրջ խնդիրներ ունեի պոռնոգրաֆիայի հետ և լիակատար ընկճվածության մեջ էի։ Ես չէի կարողանում հարմարվել ամերիկյան մշակույթին։ Այն մարդիկ, որոնց համար ես աշխատում էի, խաբում էին ինձ կամ բոլորովին չէին վճարում։ Հետո մեզ հրավիրեցին,
Բարի լուր, եկեղեցի։ Էլենը ծնկի իջավ եւ ընդունեց Տիրոջն առանց որևէ ինտելեկտուալ հասկացողության, պարզապես վախով ու դողալով։ Հաջորդ շաբաթ ես առաջ գնացի, փրկությունն ընդունելու համար, բայց թվում էր ոչինչ չպատահեց։ Իմ վիճակն ավելի էր վատանում, ես մի շաբաթից ավելի չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ Իմ ընկճվածությունն ավելի էր խորանում։ Էլենը եւ ես մշտապես վիճում էինք, որովհետեւ փող չունեինք։ Քանի որ Էլենը նախկինում ներքաշված էր եղել օկուլտիզմի մեջ, նա գիտեր, որ ազատագրության կարիք ունի եւ ստացավ այն, երբ հրաժարվեց ամեն ինչից, որ կապ ուներ օկուլտիզմի հետ։ Ես չէի հավատում, որ ինքս չար ոգիներից ազատագրության կարիք ունեի, եւ նաեւ չէի կարողանում հավատալ, որ Աստված ուզում է օրհնել ինձ այնպես, ինչպես ես տեսնում էի, որ օրհնում էր ուրիշներին։ Այդ ժամանակ ես արդեն արել էի այն ամենը, ինչ հրամանատարի որդին իրեն երբեք թույլ չէր տա անել։ Մարդիկ ասում էին. «Ինչո՞ւ չես գործածում քո ստեղծագործական տաղանդը»։ Բայց ես վախենում էի, քանի որ ինձ համար ամեն լավ բան անհասանելի էր թվում։ Գնացի Դերեկ Պրինսի անեծքներ։ Պատճառն ու լուծումը սեմինարին, բայց ոչինչ չպատահեց։ Ես գնացի այդ ուսուցման ձայներիզները ու շարունակ լսում էի։ Տեսա իմ խնդիրը ու ամբողջ սրտով ուզում էի ազատվել, բայց թվում էր, թե ինձ համար հույս չկա։ Ես սկսեցի աստիճանաբար ազատվել։ Որպես 2.5 տարվա քրիստոնյա, որ ոչ մի առաջընթաց չէր ապրել, ես որոշեցի ծոմ պահել եւ խնդրել Աստծուն ազատել ինձ։ 10 օր կարողացա ծոմ պահել, եւ երբ քրիստոնյա ընկերներս աղոթեցին ինձ համար, ես մասնակի ազատագրվեցի։ Կյանքիս մեջ առաջին անգամ մի քիչ ուրախություն ապրեցի, բայց այն երկար չտևեց։ Մենք անընդհատ ավտովթարի էինք ենթարկվում, ես երբեք չէի կարողանում ընտանիքիս կարիքները հոգալ։ Մտահոգված էի հորս համար, որ Բրազիլիայում մահամերձ էր, բայց մենք մեզ թույլ չէինք տալիս այցելել նրան։ Մարդիկ, որոնք փորձում էին օգնել ինձ, մտածում էին, որ վիճակս անելանելի է, քանի որ շատ խեղճ էի։ Ինձ բոլորովին լավ չէի զգում քրիստոնյաների ներկայությամբ։ Էլենը եւ իր երկու ընկերուհիներն առավոտյան ժամը 6-ին աղոթքաժողով կազմակերպեցին եւ սկսեցին աղոթել իրենց ամուսինների համար։ Նա ասում էր ինձ. «Գնում եմ աղոթելու, որ դու հաջողվես այն ամենում, ինչին ձեռքդ դիպչի, որ Տերը քեզ մի աշխատանք տա, որ դու սիրես ու գործածես այն պարգևները, որ նա դրել է քո մեջ»։ Ես չէի հավատում, որ Աստված կպատասխանի նման աղոթքին։ Ինչպես էր նա հավատում։ Դրանից հետո բոլոր երեքն էլ ստացան իրենց աղոթքների պատասխանները։ Նրանցից մեկի ամուսինն այժմ լրիվ դրույքով ծառայող է։ Մյուսն ազատագրվեց ալկոհոլից, իսկ ես ստացա ճիշտ այն, ինչի համար կինս աղոթել էր։ Ի վերջո, որպես 6 տարվա քրիստոնյա, գնացի Հովվի մոտ, չար ոգիներից ազատագրվելու։ Տարիներ շարունակ չափազանց հպարտ եմ եղել, որ ընդունեմ, որ դրա կարիքն ունեմ։ Հետո գնացի ավետարանչության պայթյուն դասընթացներին։ Երբ հայտնաբերեցի, թե ինչ է արել Հիսուսն ինձ համար, ապշեցի։ Այնքան շատ ուրախություն գար մեջս, այնպես էի սիրահարվել Աստծուն, որ գործընկերներս ու հաճախորդներս սկսեցին հաճախել եկեղեցի, որ բարձեն, թե ինչ է պատահել ինձ։ Բայց նորից փոքր ինչ անց ուրախությունս նվազեց, աշխատանքս, ֆինանսներս, մահամերձ հորս համար մտահոգություններս։ Ես նույն խեղճն ու հուսախաբվածն էի։ Ներսումս սկսեցի նկարելու մղում զգալ, բայց վախենում էի ձախողվել։ Ի վերջո փորձեցի եւ այնքան հասարակ բան նկարեցի, որ մարդիկ կմտածեին, որ իմ 8-ամյա որդին է դա նկարել։ Բայց Աստված թարմացնում էր մտքերս, ու ես սկսեցի ստեղծագործել մտքումս։ Ես որոշեցի 40 օր ծոմ պահել։ Զգում էի, որ Աստված ուզում էր, որ թողնեմ աշխատանքս հագուստի խանութում, բայց ես ուզում էի համոզված լինել։ Ես ասացի, որ չեմ ուտի, մինչև որ նա չխոսի ինձ հետ։ 40 օր հետո ես դեռ ոչինչ չէի լսել։ Ուստի դրանից հետո ամբողջ ամառ 2 շաբաթ ուտում էի, 2 շաբաթ ծոմ պահում։ Դա իմ կյանքի ամենադաժան ամառն էր։ Այնքան դժվար էր, որ աղաղակում էի. «Աստված, ողորմիր ինձ»։ Ես աղաչում էի նրան խոսել ինձ հետ, ես կարիք ունեի իմանալու նրա կամքը։ Կինս եւ երեխաներս ձեռք էին դնում ինձ վրա եւ աղոթում, որ Աստված հրաշք անի իմ կյանքում։ Հետո նկարիչ ընկերներիցս մեկն ինձ տախտակին ձգված մի կտավ տվեց։ Մի կիրակի ընտանիքիս ուղարկեցի եկեղեցի եւ սկսեցի նկարել։ 2 օր հետո խանութում նստած Տերը խոսեց ինձ հետ. «Օտտո, դու հավատում ես, որ ես իսկապես ուզում եմ օրհնել քեզ»։ Ես ասացի. «Այո, Տեր»։ Այդ դեպքում ինչու ես նստել այստեղ։ Դու այստեղ ես, որովհետև չես ուզում օրհնված լինել։ Սա քո ընտրությունն է։ Դու երբեք իրականում չես վստահել ինձ քո ամբողջ կյանքը։ Ես ասացի. «Վերցրո այն։ Իմ կյանքը քոնն է»։ Նա ասաց. «Վերցրո պայուսակդ եւ գնա տուն»։
Ինձ համար դա այն էր, որ կարծես նա ասեր. «Վեր կաց մահճիցդ եւ քայլիր»։ Ես վեր կացա, դուրս եկա եւ երբեք ետ չնայեցի։ Մեկ շաբաթվա մեջ իմ առաջին նկարը վաճառվեց $80։ Հաջորդ 2 շաբաթների ընթացքում ինձ վճարեցին $900 6 նկարի համար։ 2 ամիս հետո իմ յուրաքանչյուր կտավը ինձ $600 եկամուտ էր բերում, իսկ մի տարվա մեջ արդեն $1000 եւ նախքան կլռանար 2 տարին $6500։ Ես վաճառել եմ այն ամենը, ինչ երբևէ նկարել եմ եւ չեմ կարողանում հասցնել բոլոր պատվերները կատարել։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ 9 ամիս նկարելուց հետո ես ոչ միայն կարող էի ընտանիքիս կարիքները հոգալ, այլև մենք արդեն բավականին փող ունեինք, որ գնայինք Բրազիլիա։ Հայրս երբեք չէր լսել բարի լուրը, բայց երբ լսեց, հավատաց։ Ես ուրախ էի տեսնել, թե ինչպես իմ 89 տարեկան հայրը հավաքեց իր ողջ ուժերը փրկության աղոթք բարձրացնելու համար, եւ ես այդ աղոթքի մեջ առաջնորդեցի նաեւ իմ մի քանի քույրերին ու եղբայրներին, ինչպես նաեւ բուժքույրերին ու մի քանի օտարականների։ Միացյալ Նահանգներ, մեր վերադառնալուց 2 շաբաթ հետո, հայրս մահացավ, ուրախությունը դեմքին։ Ինչպիսի առանձնաշնորհում արեց ինձ Աստված։ Կյանքումս հիմնական ակնհայտ փոփոխությունները ֆինանսական էին թվում, բայց ավելի կարևոր մի բան կար։ Աստված ինձ համար ամբողջացրեց այն հայտնությունը, թե Հիսուսն ինչ արեց ինձ համար խաչի վրա։ Հիմա ես ամբողջությամբ հավատում եմ, որ նա մեզ անեծքից ազատել է, եւ իր ցանկությունն է մեզ օրհնել, եւ որ նա ուզում է, որ մեր բոլոր հոգսերն իրեն տանք։ Առանց նրա զորության ու շնորհի ես չեմ կարող ոչինչ անել, ուր մնաց թե ստեղծագործել։ Ես ամբողջությամբ կախված եմ նրա օծությունից։ Ես գիտեմ, որ նա սիրում է ինձ։ Հիմա Աստված խոսում է ինձ հետ երազներիս մեջ եւ շատ պարզ։ Վստահ եմ, եթե նա ցանկանա, որ ես դադարեցնեմ նկարելը, դա կլինի միայն մի ուրիշ լավ բան անելու համար։ Ես կշարունակեմ գոհանալ նրանից եւ վստահել նրան։ Հիմա ես ունեմ 3 հրաշալի, առողջ երեխաներ, երջանիկ ամուսնություն, հրաշալի ընկերներ եւ ինձ համարում եմ մարդկանց մեջ օրհնված։ Ես տեսել եմ իմ կյանքում թշնամու լիարժեք պարտությունը եւ Աստված տվել է ինձ այս վկայությունը, որ քաջալերում է բազում քրիստոնյաներին եւ մոլորված անհավատներին։ Հիմնական դասեր Օտտոյի պատմությունից։ Օտտոյի պատմությունը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք հատուկ են անեծքի տակ գտնվող մարդկանց կյանքին։ Այն կարող է քաջալերանք լինել նրանց համար, ովքեր օգնություն են փնտրում նման իրավիճակում գտնվող իրենց սիրելիների համար։ Ահա հիմնական դասերը, որոնք պետք է սովորել։ Անեծքի արմատը։ Օտտոյի կյանքի անեծքի արմատը եղել է նրա նախնիների սերնդեսերունդ ոգեկանչության մեջ ներգրավված լինելը։ Նման անեծքները հետևում են այնպես, ինչպես գիշերը, ցերեկին։ Անեծքի ազդեցությունը։ Անեծքները չեն ազդել միայն Օտտոյի վրա։ Դրանք տարբեր ձևերով ազդել են նրա գրեթե բոլոր քույրերի ու եղբայրների վրա, որոնցից 2-ը երկար ժամանակ անցկացրել են հոգեբուժարաններում։ Ազատագրման քայլերը։ Օտտոյի ազատագրման առաջին քայլը եղել է իր վիճակի ճիշտ ախտորոշումը։ Երբ նա հասկացավ, որ իր կյանքն անեծքի տակ է, սկսեց փնտրել այն ազատագրությունը, որ Հիսուսը ձեռք էր բերել խաչի վրա։ Հավատի կառուցումը։ Օտտոն այնքան երկար էր ապրել անեծքի տակ, որ չէր կարողանում ընդունել Աստծո օրհնությունն իր կյանքում։ Նա չափազանց շփոթված ու մերժված էր։ Սակայն իր կնոջ, երեխաների եւ ուրիշների հարատև բարեխոսությունը աստիճանաբար ազատեց նրան, եւ նրա մեջ կառուցեց հաստատուն հավատ, որը հնարավորություն տվեց անեծքից անցնելու օրհնության։ Աստծո խոստումը։ Ծնողների համար, ովքեր զղջում են իրենց մեղքերի համար, որոնք անեծքներ են բերել իրենց երեխաների վրա, Աստված հատուկ խոստում ունի Եսայի 49:24 եւ 25-ում։ Այո, հզորի գերյալն էլ կազատվի, եւ բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ, եւ քո որդիներին ես կփրկեմ։ Օրհնությունների մեծությունը։ Օտտոն հիմա վայելում է մեծ օրհնություններ, երջանիկ ամուսնություն, առողջ երեխաներ, հաջող կարիերա, եւ նա իրեն համարում է ամենաօրհնված մարդկանցից մեկը։ Աստված օրհնել է նրան ամեն բանի մեջ, ինչպես Աբրահամին։